Ների շուրջ այժմ գզրուցենք Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանի հետ, բարև ձեզ, պարոն Քոչարյան, եւ այսպես դեկտեմբերի 6-ին 5 նախարարներ հայտարարություն ընդունեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ինչով պիտի կարևորել այս հայտարարությունը։ Նախ դա խոսում է այն մասին, որ համանախագահ երկրները շատ հետևողական են եւ վճռական։ Չնայած Ադրբեջանի բոլոր դեստրուկտիվ քայլերի այն հայտարարությունը, որ ընդունվեց, ըստ էության վերահաստատեց բոլոր նախորդ հայտարարությունները եւ այդ հայտարարության մեջ եւս մեկ անգամ նշվեց. հարցի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ 1. Երկրորդը, որ միջազգային իրավունքը այն հայտարարությունները, ինչ որ մինչ այդ արվել են, այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել էին համանախագահները, հիշեցնեմ, որ վերջի անգամ դա տապալեց Ադրբեջանը արդեն Կազանում, լիովին հիմք են ստեղծում բոլոր կողմերի համար, ընդգծում եմ այդ բառակապակցությունը բոլոր կողմերի համար, այսինքն նաև Լեռնային Ղարաբաղի համար, հասնել հարցի խաղաղ կարգավորմանը։ Եվս մեկ անգամ ընդգծվեց կարևորությունը վստահության մթնոլորտի ձևավորման, առանց որի ընդհանուր կարգավորում դառնում է անհնարին։ Այսինքն խաղաղ համաձայնության գալու անհրաժեշտությունը, որի տակ ստորագրել է նաև Ադրբեջանը։ Ավելին, եւս մեկ անգամ ֆիքսվեց նորից է հետևողականություն համանախագահների, պետք է գալ համաձայնության հետաքննություն իրականացնելու բոլոր այն միջադեպերի, որոնք տեղի են ունենում շփման գծում։ Իհարկե, ճիշտ է, շատ կարևոր է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ստիպված եղավ ստորագրելու այդ հայտարարությունը, որովհետև հայտարարությունը ստորագրել են 3 միջնորդ երկրների նախարարները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մեր նախարարը եւ ստիպված եղավ ստորագրել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը, չնայած շատ թիրախավորված, շատ հստակ է ում է առաջին հերթին հասցեագրված այդ հայտարարությունը։ Շատ բնական է, որ այդ հայտարարությունը ընդունվել է, բայց անբնական է, երբ անմիջապես հայտարարությունը ընդունելուց հետո ադրբեջանական կողմը հակասական հայտարարություն է անում։ Դուք գիտեք ինչ է այստեղ տեղի ունենում եւ դա ինչով է պայմանավորված։ Բնական կլիներ, եթե իրենք ունենային երկու մամիջիառով արտգործնախարար, մեկը մի բան է ստորագրում, մյուսը այլ բան է խոսում։ Բայց իրականում բայց գիտեն նաեւ թե ինչ են անում այդ իրականում գիտեք ինչ, ցավոք սրտի դա այդքան էլ անբնական չի։ Դա այն ավանդույթն է, որը վաղուց ձևավորված է Բաքվում։ Ամեն անգամ, երբ կա չնչին հնարավորություն առաջընթաց արձանագրելու, Ադրբեջանը նենգափոխում է այն փաստաթուղթը, որի տակ կա իր ստորագրությունը, եւ փորձում է հետ կանգնել։ Այստեղ էլ մենք նույնը տեսանք։ Ինչը հայտարարում Ադրբեջանի արտգործնախարարը անմիջապես դրան զուգահեռ դրանից հետո պետք չի համաձայնեցնել այդ սկզբունքները, եկեք միանգամից համաձայնագրի մշակման անցնենք։ Ակնհայտ է, պարզ տրամաբանությունը, եթե դու սկզբունքների շուրջ համաձայնության չես գալու, դու ո՞նց կարող ես ընդհանուր պայմանագրի շուրջ համաձայնության գալ։ Եվ դա այն ժամանակ է, որ շատ հստակ մատնանշում են տապալել ես Կազանը, շարժուի առաջ։ Եվ այսպես կարելի անվերջ շարունակել։ Բայց մենք պիտի հասկանանք, թե ինչ նպատակ են հետապնդում դրան։ Մենք շատ լավ հասկանում ենք, այն ինչ որ անում է Ադրբեջանը, դա ըստ էության ուղղված է ներկա ստատուս կվոյի պահպանմանը։ Ստացվում է դա են անում։ Ավելին ասեմ, դեմ լինելով ստատուս կվոյին, հայտարարելով որ։ Խնդիրը հետևյալն է, գիտեք ինչ, Ադրբեջանում այնքան են կտրվել իրականությունից, որ այնպիսի պատկերացում է, որ ամեն ինչ եւ ամենքը կոչված են ընդհանրապես սպասարկելու, ծառայելու իրենց շահերի սպասարկմանը։ Միսկի խմբի համանախագահները պետք է իհարկե իրենց շահերը սպասարկեն։ Եթե ոչ, ուրեմն իրենք վատ են աշխատում։ Միջազգային իրավունքը պետք է սպասարկեն Ադրբեջանի շահերը, եթե ոչ, ուրեմն պետք է աղավաղել, յուրովի ներկայացնել։ Միջազգային հանրությունը, բոլոր կազմակերպությունները միջազգային իհարկե պետք է իրենց շահերը սպասարկեն։ Պատմությունը պետք է սպասարկի Ադրբեջանի շահերը։ Եթե չի սպասարկում, ուրեմն պետք է նոր պատմություն գրել եւ այսպես անվերջ։ Եվ սա է հիմնական խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ լինի իրոք կարգավորում առաջընթաց։ Տեսեք, մենք դարձյալ նոր խնդիրի առջև ենք հայտնվում։ Հայտարարությունը ստորագրվում է, բայց ադրբեջանցի պաշտոնյան, մասնավորաբար աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, որ Մինսկի խումբը ոչ ավել ոչ պակաս մաթեմատիկին չի տալիս։ Այո, սա եւս մեկ ապացույցն է իմ այն թեզի, որ իրեն գտնվում են այդ ոնց ասեմ,
կյանքից կտրված վիրտուալ աշխարհում իրենց թվում է, որ բոլորը պետք է սպասարկեն իրենց շահերը, ընդ որում ես ավելին ասեմ, դա ասկի Ադրբեջան պետության եւ Ադրբեջանի ժողովրդի շահերը չի, դա իշխող ժառանգական ձևավորված այդ կլանի շահերն է, հանուն որի իրենք վտանգի տակ են դնում ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը եւ առաջի հերթին վտանգում են սեփական ժողովուրդը։ Եվ հաջորդը, որ վերջին շրջանում է հատկապես էլի հակասական մթնոլորտում հայտնվել, դա այն է, թե ինչպես պիտի շփվեն կամ հայ եւ ադրբեջանցի համայնքները։ Այդ թեզն էլ է մասնորաբար օրակարգում համարվում։ Այո, եւ նորից դա կրկնվեց, ժամանակին ես շատ բարձ հստակ բարձաբանում տվեցի այդ հարցի շուրջ, այսպես կոչված ինչ համայնքային երկխոսություն։ Նույնը արվում է ձեր բարձաբանումից հետո։ Այո, կամ Բաքվում ձևացնում են, որ չեն հասկացել, կամ էլ իրոք չեն հասկացել։ Ես ստիպված եմ նորից կրկնել, բոլորս նրանց համար, ովքեր դա չեն հասկանում։ Իմ ասացիությունը շատ բարձ եւ հստակ էր։ 100 հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Ադրբեջանից։ Այն իրավունքները, այն կարգավիճակը, որոնք ունենան հայերը, որոնք տեղահանված են Ադրբեջանից Ադրբեջանում, նույնպիսի իրավունքներ եւ կարգավիճակ կարող են ակնկալել ադրբեջանցիները, որոնք ժամանակին բնակվել են Ղարաբաղում։ Շատ պարզ է, միակողմանի ոչ մի բան չի լինում։ Եվ փորձեր են նենգափոխել ամբողջ հակամարտության էությունը, փորձելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները դնել նույն մակարդակի վրա, ինչպիսին է օրինակի համար համայնքը, այսինքն ադրբեջանցիները, դա ուղղակի դատապարտված է եւ կոչված է կրկին նույն խնդրին, չհասնել հարցի կարգավորմանը։ Այսինքն ադրբեջանական կողմը փորձի անում պատասխանատվությունը բարթել հայերի վրա, բայց պիտի Մինսկի խումբը ի վերջո արձագանքի այդ քայլերին, թե ոչ, ինչ է կարծում։ Գիտեք ինչ, ես ավելի շուտ sense կասեի, ոչ թե փորձում եմ բարթել, այլ փորձում եմ խուսափել պատասխանատվությունից, որովհետև ամբողջ հակամարտությունը ծագել է, ունեցել է այսպիսի դաժան հետևանքներ, որովհետև Բաքուն ի սկզբանե որդեգրել էր ուժային քաղաքականություն։ Սա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքն է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Դա եւ թափված արյուն է, եւ զրկանքներ, եւ փախստականներ։ Խնդիրը վերաբերվում է Ադրբեջանի պատասխանատվությանը։ Եթե հայր Հեյդար Ալիևը այնուամենայնիվ ցկտում էր ինչ որ կոմպրոմիսների, պատրաստ էր ուղղակի բանակցելու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, եւ ավելին հանդիպում եւ բանակցում էր, ապա ցավոք սրտի որդին գալով իշխանության, ժառանգելով իշխանությունը հորից, ժառանգեց արտաքին քաղաքականությունը Էլչիբեի, որը եւս խորհրդում էր, որ վերցնեց Սևանում ոտքեր է լվանալու, Զանգեզուրն է վերցնելու, ինչով ավարտվեց արկածախնդրությունը շատ լավ գիտենք։ Հիմա նույն արկածախնդիր քաղաքականությամբ փորձում է առաջնորդվել Ալիև կրտսերը։ Կարծում եմ սա ընդամենը կոչված է նրան, որ ինքը կարողանա իր այդ ժառանգական իշխանությունը պահպանել։ Մի հարց եւ ավարտենք։ Ադրբեջանցիները մեզ մեղադրում են մադրիդյան նորացված սկզբունքները խախտելու մեջ նաեւ։ Հիմա այստեղ ինչ հիմնավորումներ են բերում։ Կամ ով է խախտում, գոնե այդ հարցի պատասխանը տանք, եթե ինչ որ մեկ ինքն փորձ եւ հստակ է։ Եղավ Մադրիդ։ Մադրիդից եղավ Դովիլյան հայտարարությունը։ 3 համանախագահող երկրների նախագահների, որոնք կոչ էին անում։ Ամեն ինչ սեղանի վրա է, նախապես համաձայնեցված է, դե եկեք համաձայնության։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ արդեն աշխատած փաստաթղթի շուրջ Ադրբեջանը ներկայացրել 10 նոր առաջարկ։ Էլ ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ է եւ դա չեն էլ թաքցնում, որ տապալողը եղել է հենց Ադրբեջանը։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան։ Շնորհակալություն նաև մեր հրավեր ընդունելու համար եւ անցնելով առաջ մեկ անգամ եւս գանք ավելի շուտ Մարսելում ծավալված իրադարձություններին, մեկ անգամ եւս նշեմ, որ հետարքիր զուգադիպությամբ հենց այսօր դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 7-ը կարող է հիշարժան օրացուցային օր համարվել Հայաստանի քաղաքական կուսակցությունների համար։ Մարսելում գումարվել է եվրոպական ամենամեծ քաղաքական ուժի, Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական 20-րդ կոնգրեսը։ Կոնգրեսից ակնկալիքներ ունի Հայաստանի միանգամից 4 կուսակցություն։
Կոալիցիոն հանրապետական, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունները, ինչպես նաեւ ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությունը։ Նրանք 4-ն էլ հայտ են ներկայացրել Եվրոպայի ամենածանրակշիռ ժողովրդական կուսակցության լիիրավ անդամակցության համար։ ԵԺԿ-ի կոնգրեսին առաջին անգամ հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է հանրապետական կուսակցության առաջնորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Մարսելից կապի մեջ է Լուսինե Մկրտչյանը։ Լուսինե, բարի երեկո։ Ինչ կասես առաջին օրվա մասին, նախագահի հանդիպումների մասնավորաբար։ Բարի երեկո նվեր, Մարսելում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ կոնգրեսը իր շուրջն է համախմբել եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին, հայտնի քաղաքական գործիչներին, դիվանագետներին, եվրոպական հանձնակատարներին։ Հայաստանի նախագահը որպես հանրապետական կուսակցության ղեկավար հատուկ հյուրի կարգավիճակում հրավիրված է մասնակցելու այս միջոցառմանը։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենամեծ կուսակցություններից մեկն է, հիմնվել է 1976 թվականին։ ԵԺԿ-ը ներկայացված է Եվրամիության բոլոր հարթակներում, ամենամեծն է Եվրախորհրդարանում, ունի 265 մանդատ։ Ընդհանրապես կուսակցությանը անդամակցում են աշխարհի 39 երկրների 75 քաղաքական միավորներ, կուսակցության մեջ մտնում են 2 տասնյակից ավելի երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, 13 եվրոպական հանձնակատարներ։ Կուսակցությունը 1990 թվականից նախագահում է Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ հայաստանյան քաղաքական դաշտի շփումները նկատեն, որ սկսվել են 2008 թվականից, այս ընթացքում մեր երկիր են այցելել կուսակցության բավական մեծ թվով պատվիրատներ, այդ թվում կուսակցության ղեկավարը։ Հայաստանյան ուժերից ԵԺԿ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 4 կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու Ժառանգություն կուսակցությունը։ Համաեվրոպական կուսակցության հետ գործակցում է իդեպ նաև Ռուսաստանի առաջատար Եդինայա Ռոսիա կուսակցությունը։ Երևանյան ժամանակով ժամը 19-ին մեկնարկեց Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ կոնգրեսը։ Առաջ մղենք Եվրոպան, առավել հզոր Եվրոպա, հանուն մեր արժեքների եւ պաշտպանության։ Նման խորագրով փաստաթուղթ է դրված օրակարգի քննարկմանը։ Բացումը վերապահված էր համաեվրոպական կուսակցության նախագահին, ով մեկ առ մեկ իդեպ անդրադարձավ արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի ժողովրդավարության զարգացման տենդենսներին, ընդ որում նաև ոչ դրական գործընթացներին, որոնք արժանացել են կուսակցության քննադատությանը։ Համաեվրոպական կուսակցության նախագահը խոսեց նաև հայաստանյան զարգացումներից, նկատելով, որ մեր երկիրը ընթանում է ժողովրդավարական ուղով, բարեփոխումներ է իրականացնում եւ շուկայական տնտեսություն է կառուցում, Մարտենսն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը ցիզակ նախաձեռնություններ է իրականացնում հարևանների հետ եւ Հայաստանը խաղաղ ու կառուցողական լուծումների կողմնակից է։ Իդեպ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը ընդհանրապես չանդրադարձավ Ադրբեջանին, ինչը օրինաչափ է հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մարսել ընդհանրապես հրավիրվել են արևելյան գործընկերության երկրներից արդյունավետ բարեփոխումներ իրականացրած ընդամենը 3 երկրների՝ Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահն իդեպ իր գոհունակությունը արտահայտեց նաև այն առիթով, որ Հայաստանի նախագահը այսչափ կարևոր օրը Սպիտակյան երկրաշարժի տարելիցին մասնակցում է կոնգրեսի աշխատանքին, նկատելով, որ Եվրոպան հիշում է այս ողբերգության մասին, ինչպես նաև այն օգնության, որ աշխարհը առաջարկում էր մեր երկրին։ Խոսելով հայաստանյան կուսակցությունների կողմից ԵԺԿ-ին անդամակցության հայտի մասին, Վիլֆրիդ Մարտենսը նշեց, որ 3 կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը, ՕԵԿ-ն ու Ժառանգությունը առաջիկայում կարող են դառնալ համաեվրոպական կուսակցության կառուցողական գործընկերներ, որի մասին վերջնական որոշումը կկայացվի 2012 թվականի փետրվարին։ Այս ամենից հետո Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը հրավիրեց Սերժ Սարգսյանին ամբիոն եւ փոխանցեց ԵԺԿ-ի անդամ երկրների պետությունների եւ ղեկավարների վաղվա գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Լուսինե, մենք դեռ կխոսենք Մարսելում տեղի ունեցած եւ կայանալի կարևոր իրադարձությունների մասին, դու կապի մեջ եմ նախընտրում, մինչ այդ ինձ հուշում են, որ Մարսելից կապի մեջ է նաեւ Հանրապետական կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը, նա եղել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցության շուրջ 3.5 տարի բանակցած հայկական թիմի ներկայացուցիչներից մեկը։ Խնդրեմ, պարոն Աշոտյան, դուք եթերում եք։ Հենց նոր Մարսելում տեղի ունեցող Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական համագումարին ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, որը իվսալ հարցերի նաև ազդարարեց Հայաստանի կողմից մի շարք կուսակցությունների անդամության խնդիրը եւ հատուկ շեշտեց, որ այսօր այդ դահլիճում է գտնվում երկրի նախագահ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Հատուկ ելույթում շեշտվեց նաև, որ իր քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է ճիշտ ճանապարհ դեպի բարեփոխումներ, դեպի քաղաքակրթական նոր դրսևորումներ, ունենալով նաև ավանդական արժանապատվակ, որը միացնում էր եվրոպական ընտանիքին։ Եվ ազդարարվեց նաև, որ այս պահից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է համարել իրեն EPP-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի